Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն կենտրոնները, որ ծառայություններ են առաջարկում ավագներին, այնպես որ նոր թափի երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօր ես հյուրընկալել եմ Մարիամ Դաշտոյանին, նա Դաշտոյան արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրենն է, եւ տիկին Ալիսա Մելիքյանին։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք եւ կներկայացնեք հաջողության ձեր պատմությունը։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ հրավիրել եք։ Այո, ուրախ ենք այսօր այստեղ գտնվել եւ կիսվել մեր պատմություններով։ Տիկին Ալիս, եկեք մարդիկ, որ ձեզ չեն ճանաչում, հակիրճ ներկայացնենք, դուք ձեզ ոնց կբնութագրեք, ոնց կներկայացնեք։ Տարիքը կանայք սովորաբար թաքցնում են։ Մեր հաղորդման շրջանակում ասում են, այստեղ Ես 72 տարեկան եմ, թոշակառու եմ, ավարտել եմ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ռուսաց լեզվի մանկավարժ եմ աշխատել 40 տարի Երևանի բժշկական քոլեջում եւ դուրս եմ եկել թոշակի։ Իմ աշխատանքային գրքույկում մի ընդամենը գրառում է եղել, ընդունվել է եւ հեռացել է։ Միայն այդտեղ եմ աշխատել 40 տարի ռուսաց լեզվի մանկավարժ։ Հրաշալի է։ Թոշակի անցնելը ձեր կյանքում որևէ բան փոխեց։ Այ, ես այդ դրա մասին կուզեի պատմել ձեզ, գիտեք, ես մի տեսակ հոգնել էի այդ 40 տարվա մանկավարժական աշխատանքից, որտեվ պատկերացնում եք, մանկավարժի աշխատանքը ընդհանրապես ծանր է, իսկ լեզվի մանկավարժի մանավանդ, որտեվ 80 րոպե 90 րոպե խոսում ես եւ ընդամենը 10 րոպե հանգստանում։ Հետո նորից ես ուղղակի երազում եմ, թե երբ պետք է գա այդ օրը, երբ ես հանգստանամ այդ ձայներից։ Եվ հենց լրացավ 63 տարեկանս, վազքով կարող եմ ասել, գնացի եւ դիմում գրեցի եւ անցա թոշակի։ Բուկվալնա մի տարի հետո ես փոշմանեցի դրա մասին։ Տարածիորեն մեկ տարի, որովհետեւ այնպեսի ամուսինս էլ իմ հասակակիցն է, ինքն էլ այդ ժամանակ դուրս եկավ թոշակի եւ ստացվեց, որ մենք այսպես շատ ժամանակ ազատվեց եւ մենք չգիտենք ինչով զբաղվել, որտեվ ընդամենը մեկ թոռ ունենք, թոռի հոգսներ գիտեք, կիսվում է ծնողների եւ այնպես չի, որ ամբողջ ժամանակ զբաղված ես դրանով։ Եվ դատարկություն առաջացավ։ Եվ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, մյուս կողմից կարող եմ ասեմ։ Այո, իհարկե։ Մյուս կողմից ես ուրախացա, գիտեք ինչու, ընդհանրապես կնոջը ես համարում եմ, դե կնոջ առաքելությունը մայրանալն է։ Երևի կհամաձայնեք մանավանդ հայ կնոջ։ Ու երբ կինը դառնում է զավակ է ունենում, իր ամբողջ ժամանակը նվիրում է այդ երեխայի խնամքին, դաստիարակությանը եւ իր համար ինչ որ հետաքրքրությունների համար շատ քիչ ժամանակ է մնում, իսկ եթե կինը միաժամանակ եւ աշխատում է, ընդհանրապես ժամանակ չի մնում։ Ես հիշում եմ, ես հետաքրքիր ֆիլմ էի դիտում եւ անջատում էի, հիշում էի, որ պետք է տետրերը ստուգեմ։ Կիսատ էր մնում ֆիլմը։ Մի հաճելի մեղեդի ուզում լսեի եւ չէի կարող նստեի եւ մի սուր գագաթի հետ վայելեի այդ երաժշտությունը, միացնում էի ամաններն էի լվանում եւ հետո այդ երաժշտությունը վայելում։ Իսկ երբ ես անցա թոշակի, ես հասկացա, որ ես ունեմ շատ ժամանակ, որ ես կարող եմ լրացնեմ այդ բոլոր բացերը, այն ինչ որ ես երազել եմ, ժամանակ չեմ ունեցել, չեմ կարողացել։ Եվ ինձ ժպտաց այս հնարավորությունը։ Կասեք դրա մասին։ Մարիամ, ձեր եւ տիկին Ալիսի հանդիպման պատմությունն ասեք, ոնց գտաք իրար, ոնց տիկին Ալիսը գտավ ձեզ կամ դուք էլ իրար, որտեվ ես տեսնում եմ ինչ լավ բարեկամություն է, չնայած տարիքի տարբերությանը։ Տիկին Ալիսին ճանաչում տարիներ, արդեն վաղուց եմ ճանաչում, բայց երբեք չէի մտածել, որ տիկին Ալիսը կարա զբաղվի արվեստով եւ նկարչությամբ, իր զբաղված ընթացքը տեսնելով, իրականում չասած, բայց ինքը շատ ճանապարհորդում է, շատ հետաքրքիր ընթացքներով է ապրում։ Չէի մտածել։ Հետո ես էլ չունեի, այսինքն 12 տարի դասավանդում եմ եւ ունեմ արվեստանոց, որտեղ դասավանդում էի, որը արդեն դարձավ արվեստի կենտրոն։ Չէի մտածել մեծահասակների մասին, այսինքն դասավանդում էինք 4 տարեկանից մինչև երիտասարդ եւ այլն,
Հետո մի ընթաց սկսեց, երբ որ ես ունեցա արդեն մեծահասակներ ավագ 60+, 65+, այո, խումբ փորձառություն ունեցա ու հիացա թե ինչ տաղանդներ են դուրս գալիս, այսինքն ու հասկացա, որ Հայաստանում, այսինքն իրանց երիտասարդ ժամանակում նկարելը այդպես պրակտիկ չէր, հա, շատերը չէին զբաղվում եւ այն ժամանակ էլ չեն ունեցել իրենց հարց տալու, դրսևորվելու։ Այո, եւ հիմա պարզվում է, այսինքն երբ որ իրանք ժամանակ ունեն եւ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, իրանց մեջ տաղանդներ են դուրս գալիս։ Ունեմ, հա, ավագ խմբի ներկայացուցիչներ, որոնցի գործեր են անում, որ ես ասում եմ, վաու, ասում եմ, եթե դուք վաղուց զբաղվեիք, ինչ անճարեղ նկարիչ կլինեիք, հա։ Ու տենց երբ որ ավագ խումբս ձևավորվեց, այլ ներկայացուցիչներ էլ ունեմ, առիթ ընձեռնվեց Տիկին Ալիսին իմ արվեստանոցում ունենալու եւ դա ինձ համար իրականում շատ մի հատ յուրօրինակ փորձառություն էր։ Ինքը շատ օրիգինալ գույն է իմ արվեստանոցում։ Այո, այդպես հիմա իրան բռնագրավել ենք, կարելի ասել, ինքը մեր արվեստանոցում սենց իր ուրույն տեղ ունի։ Տիկին Ալիս, առաջին հայացքից ուշադրություն գրավեց ձեր արտաքին տեսքը, զարդերը, համադրած, ամեն ինչը, դրա մասին խոսեք։ Հասարակ ձևի ասեմ, ես թիթիզ եմ։ Ես սիրում եմ հետևել ինձ եւ գիտեք դա էլ է առաջացել վերջերս։ Եթե դուք ճանաչեիք, այնց ճանաչող մարդիկ կարող են պատմեն, որ ես սիրում էի ջահել ժամանակ մռայլ գույներ, հագնվում էի շատ համեստ։ Ականջներս ծակել եմ, ոնց են ասում, ծակել եմ 65 տարեկանում, պատկերացնում եք, միջև ես զարդ չեմ կրել, բացարձակ։ Ինչ փոխվեց։ Անգամ ես մի պերիոդ եղել եմ հիպի, պատկերացնում եք, երբ շատ մոդա էր դա, շատ համեստ, շատ ասում եմ բան գույներով։ Տիկին Ալիս, հակադրությունների մասին եք խոսում, մեկ ասում եք հիպի եմ եղել, մեկ ասում եք համեստ եմ եղել, ինչ որ լատենտ մի բան ա եղել, հեչ էլ համեստ չեք եղել։ Համեստությունը ես ուզում եմ ասել, այսպես զարդարվել, հագնվել, դա չունեի, հակառակը հիպին դեպի ինչն էր ձգտում, բոլոր բարիքներից գնալ, ուզում էին գնայինք անտառում ապրեինք, դա մոդա էր այն ժամանակ, մենք էլ ուզում էինք հետևեինք այդ մոդային։ Դպրոցական տարիներում իհարկե։ Մարիամն ասաց, որ դուք կյանքի հետաքրքիր տեմպ ունեք, քանի երկրում եք եղել, ճամփորդում եք։ Ու շատ։ Գիտեք ինչ, ինձ այսպեսի հաջողություն ես ունեցա կյանքում, պապիկը ինձ это наследство оставил. Ժառանգություն թողեց։ Ինձ բոլոր երեխաներին տուն ուներ վաճառեց եւ այդ գումարը նվիրեց մեզ։ Եվ մենք հնարավոր իսկ այդ ժամանակ ես արդեն թոշակի էի անցել, միջև այդ չի եղել ոչ մի երկրում։ Առաջի երկիրը, որը որ ես հաճախեցի, ես իմ 60-ամյակի նախորեին, այդ ժամանակ դեռ ժառանգությունը չկար։ Իմ տղաները լավ վաստակում էին գումար, կազմակերպեցին, որ ես թռնեմ 2 մայրաքաղաք՝ Հռոմ եւ Փարիզ։ Եվ ես 60 տարեկանս նշեցի Հռոմում ամուսնուս հետ։ Երկրորդ ճանաչությունը սկսվեց 60 տարեկանից։ Սկսեցի կանջողեր, ու սկսեցի գույներ, այդ ամեն ինչը հագնվել եւ այլն եւ այլն։ Չէ, այդ ժամանակ ես դեռ աշխատում էի, աշխատանքից բան վերցրեցի, թուղթ վերցրեցի, թույլատրություն, որ մի քիչ բացակայեմ, որ 60-ամյակս նշեմ։ Իսկ դրանից հետո արդեն ամեն տարի, հենց որ մենք կարողանում ենք ստանանք այդ շատ դժվար ստացվող վիզան, անպայման ամուսնուս հետ միտեղ գնում ենք։ 12 տարիների ընթացքում քանի երկիր եք այցելել։ 12 ստացվում է, թե տարին մեկ գնում եք։ Երևի մի 10, հա, 10 շատ երկրներում եմ եղել, շատ հետաքրքիր, բայց դեռ պլաններ ունենք շատ։ Վերջի իմ այ Մարիամը կարող է պատմի, վերջի իմ երկիրը եղել է Ստամբուլը, որը առանց վիզայի, հանգարցակի ամուսինս առաջարկեց, ասեց, միջև մենք նոր վիզա ստանանք, ուզում ես միտեղ գնանք, որտեղ վիզա չկա։ Այ դա Ստամբուլն է եւ էժան երկիր է, արի գնանք, ասի արի, եւ մենք գնացինք։ Մարիամ, ինչ է ստեղծում Տիկին Ալիսը, դուք ասացիք, որ գույն է տալիս, ինչ է անում, որ եկավ մասնագիտական առումով, բոբիկ էր լրիվ, այսինքն տեխնիկաներ կան, արդեն նկարել էր, ինչ որ մի բան, որպես, այսպես ասենք, մանկավարժը իր ավագսանի մասին կասի։ Նախ ասեմ, որ մեր արվեստանոցում երբ որ գալիս են, մենք չենք նայում, հա, ինչ բազա ունեն, ինչ գիտեն նկարել, կարող են ընդհանրապես չիմանալ նկարել, բայց մեզ շատ կարևոր է նախ սերը արվեստի հանդեպ, հետո էներգիան, հա։ Երբ որ Տիկին Ալիսը եկավ, ինքը նկարել
չգիտեր, ինքը կպատմի երևի ինձ ասում էր, որ երբ որ իմ երեխաները ուզում էին, որ ես որևէ բան նկարեի դպրոցում, դա նապաստակ էր։ Անգամ նապաստակ նկարել չգիտեի։ Ոչ մի բացարձակ նկարել չգիտեի։ Ուղիղ գիծ չէի կարող քաշել։ Բայց իր մեծ ցանկությունը նկարելու շատ դռներ բացեց, անգամ այնպես համարձակսվածքներ էր անում։ Մենք Մարտիրոս Սարյանից կրկնօրինակում արեցինք, այնպեսի կրկնօրինակում արեց, որ ես ասենց վաու ասացի։ Բայց իրականում իր էներգիան, հա, որ ինքը մտնում արվեստանոց, անգամ եթե ունենում ենք պատանիներ, մանուկներ, հա, լսարանում, Տիկին Ալիսյան ամբողջ sense էներգիան փոխում է լսարանի, բոլորը սկսում են ժպտալ, բոլորը սկսում են ավելի դրական ստեղծագործել, հա։ Տիկին Ալիս, ինչու որոշեցիք նկարել է փորձել, եթե ինչպես դուք եք ասում, ուղիղ գիծը չէիք քաշում։ Ասեմ, ուրեմն այսպես մի քիչ ես ռոմանտիկ եմ իմ էությամբ, զբոսնում եմ ասենք փողոցում, տեսնում եմ մի շատ գեղեցիկ տեսարան, ասում եմ, վայ, ինչպես կանգնացնեմ այս բաղը, ուզում եմ միշտ տեսնել։ Կանգառ ակնթարթ։ Կամ գիտեք, երբ որ ճանապարհորդում էինք, բոլոր թանգարաններում ես ծրագիր ունեի, որ երկիրը որ հաճախեմ, անպայման բոլոր թանգարանները պետք է լինեմ։ Ու ես տեսնում էի շեդևրերը, այդ հայտնի շեդևրերը, ես ասում էի, ախ, ինչպես անեմ, որ ես Վան Գոգի «Звёздная ночь» նկարը հաճախ տեսնեմ, ոչ թե այդ մոմենտին։ Ու ես այդ ժամանակ ծանոթացա մի նկարչի հետ, որը որ կոպիաներ սկսեց իմ համար անել, եւ ես իր միջոցով էլ արդեն եկաք Դաշտոյան կենտրոն։ Իսկ Դաշտոյան կենտրոնը հանկարծակի իմ լավ բարեկամ Դաշտոյան Մարիամի մաման ինձ ասեց, գիտես որ բացվում են խմբեր, ես այդ ժամանակ արդեն նկարներով հետաքրքրվում էի, արդեն այդ իմ ծանոթ նկարիչը կոպիաներ էր անում ինձ համար, ասեց ես էլ եմ գնալու, ուզում ես արի միասին գնանք, ասի շատ եմ ուզում, ես հենց հիմա այդ գծի վրա եմ, ես ուզում եմ սովորեմ նկարել։ Եվ գնաց։ Բայց մի բան պատմեմ, մենք իրականում 4-րդ հարկում ենք գտնվում եւ մեր լիֆտը ժամանակավորապես չի աշխատում, երբ որ առաջի օրը Տիկին Ալիսյան եկավ, սենց նայեց աստիճաններին, ասեց. Մարիամ, կներես, բայց չեմ գալու։ Այսօր առաջի եւ վերջի անգամն է, որ ես քեզ կայցելեմ։ Բայց այդպես չեղավ իհարկե, այո։ Ես սիրահարվեցի ձեր ստուդիային, ես կպատեմ ինչու։ Հետաքրքրականն այն է, որ Մարտիրոս Բադալյանը մեր տաղավարում մի հետաքրքիր միտք ասաց, որ մարդիկ անկախ տարիքից, սեռից պիտի նկարեն, ուղղակի նկար գիտեն, նկարել չգիտեն։ Պիտի վերցնեն ներկերը սպիտակ թղթի առաջ, որովհետև դա հույզեր արտահայտելու, ներաշխարհը ցույց տալու, դրսևորվելու, որոշ դեպքերում թերապիայի ձև է, այսինքն այդ միտքը ես հաճախ հնչեցնում եմ, որպեսզի մարդկանց խրախուսեմ, ինչպես դուք ասացիք, չկաշկանդել, որ անգամ նկարել չգիտեն, ինչ որ մի բան անեն, որովհետև դա իսկապես հրաշք է։ Այ ես գիտեք, ուզում եմ ձեր ասածին լրացնել, այսպեսի արտահայտություն կա շատ բոլորին հայտնի եւ վերագրում տարբեր մարդկանց ամեն երեխա каждый ребёнок гений ռուսերեն տենց են ասում յուրաքանչյուր երեխա հանճար է եւ հա սկզբից ասում էին որ դա Էյնշտեյնին է վերագրում են Էյնշտեյնին հետո պարզվեց որ դա Շոպենգաուրն է ասել եւ անգամ շարունակել է каждый ребёнок гений и каждый гений ребёнок համընկնում էր իդ մեր մեծահասակների խումբը միաժամանակ տեսնում էինք մենք այդ փոքր երեխաներին ես չեք պատկերացնում ես հրճվում էի այդ երեխաների նկարների վրա նրանք նկարում էին ոնց որ արդեն կայացած նկարիչներ 5 տարեկան երեխաները 7 տարեկան երեխաները ու ես զգացի որ ես այդ ստուդիան պետք է անպայման գամ ես լիցք եմ ստանում այդտեղ ես տեսնում եմ հանճարեղ երեխաների դրանց ոգևորությունը ինչպես են ուրախանում իսկ ինչպես է Մարիամը սիրում իր աշակերտներին դա էլ է շատ հետաքրքիր, շատ հաճելի։ Դուք տալիս եք եւ վերցնում եք։ Մարիամ, կա արդյոք առանձնահատկություն մեծերի եւ փոքրերի հետ աշխատանքում։ Ես էլ այս ոլորտում եմ, գիտեմ, որ շատ ընդհանրություններ մեծերը եւ երեխաներն ունեն, որոնք են ըստ ձեզ այդ ընդհանրությունները եւ եթե կան առանձնահատկություններ, բարդություններ ավագների հետ աշխատանքի եւ նաեւ դրական կողմեր այդ մասին ասեք։ Իրականում հիմա որ փորձում եմ տարանջատել, շատ մեծ տարանջատումներ չեմ տեսնում, որովհետև իրականում այո, երեխաները եւ մեծահասակները շատ մաքուր անուրջ են ու իրար շատ նման են դարձում, հա։ Երևի ավելի շատ մի քիչ ընկալումների հարցը, որ ավելի մաչելի է բացատրելը մեծահասակներին, փոքրիկների հետ մի քիչ երևի ավելի խաղային է, մեծերի հետ մի քիչ ավելի այլ է։
բայց կարող եմ ասել, որ 2 տարիքային խումբն է, մեծահասակներն ու փոքրերը, ում հետ ես վայելում եմ դասը, թողներն ինձ իմ պատանիները, երիտասարդները իրանք էլ հաստատ կասեն, երբ որ առիթ են ունենում, հա, վայելում եմ։ Փոքրերի հետ փոքրանում եմ, մեծահասակների հետ ասենց երկունքում եմ գտնվում, որովհետև շատ մի հատ անուշ զգացողություն է, եւ կուզեմ ճիշտ ասել, որ արվեստի մասին, հա, որ խոսեցինք, իմ կողմից մի միտք, որ ես ձևավորել եմ, դա այն է, որ արվեստը Աստծո լեզուն է եւ ամեն անհատ պետք է հաղորդ լինի այդ լեզվին, կարևոր չի, հա, մանուկ օրինակ ծնողները որ բերում են փոքրերին դասի, միշտ ասում եմ, կարևոր չի որ երեխան նկարիչ դառնա, կարևոր չի, հա, անգամ հիմա Տիկին Ալիսյան պարտադիր չի որ ինքը նկարիչ դառնա, հա, ինքը ունի իր մասնագիտությունը, իր կյանքը, բայց հաղորդ լինել արվեստին, դա հաղորդ լինել Աստծուն եւ իրականում նկարչաթերապիա է ոճը հոգեկան ներաշխարհը, որը շատ կարևոր է։ Երբնական է ամեն դեպքում, վեր երկրային է արվեստը իր բոլոր դրսևորումներում, ուղղություններում, հետաքրքրական է, որ երաժիշտներն ասում են, որ այ հենց երաժշտությունն է աստվածային նկարիչները, բայց իրականում արվեստի բոլոր ուղղությունները մենք դա տեսնում, հասկանում։ Իսկ բաններն են ասում, որ երաժշտությունը պարտադիր է ուղեղի զարգացման համար, այ կա այդպիսի մի հոգեբան հայտնի, որ ասում է անպայման տվեք ձեր երեխաներին մանկուց երաժշտությամբ զբաղ, կարևոր չի, որ նրանք կդառնան մաթեմատիկոս, թե ոչ, նրանց ուղեղը կզարգանա։ Տիկին Ալիս, ձեր ընտանիքը, ես որքան հասկացա, աջակցող է, ձեր ամուսինն է, ձեր խենթությունների ընկերը, ձեր զավակները, այ ընտանիքի աջակցության մասին ասեք, որ երբ որ դուք որոշում եք ճամփորդել կամ միտեղ գնալ, իրենք չեն ասում, դե տատիկ ես նստի տան, այլ ընդհակառակը խրախուսում են, դա ինչ է ձեզ համար, գնահատում եք արդյոք դա։ Շատ եմ գնահատում եւ գիտեք իմ բախտը բերել է ինչ տեսակետից։ Մենք իմ ամուսնու հետ բացի նրանից, որ համադասարանցիներ ենք, միասին սովորել ենք 10 տարի նույն դպրոցում, Չեխովի դպրոցն ենք ավարտել։ Հիմա էլ իմ տղաները երկուսն էլ ավարտել են Չեխովի դպրոցը, երկուսն էլ ծրագրավորող են մասնագիտությամբ, բայց երկուսն էլ շատ են սիրում արվեստ, երաժշտություն, մելոմանի, չգիտեմ հայերեն կա այդ բառը մելոման ենք ասում։ Մելոման, հա։ Եվ դա իրենց փոխանցվել է իմ ամուսնուց։ Իմ ամուսինը մանկուց, գիտեք, մենք 4-րդ դասարանում էինք, երբ նա Beatles էր երգում, իսկ ես իրան պատվիվալը։ Եվ մենք ունենք երգում ենք հետ։ Հա, երգում ենք։ Իմ տղան մեծ տղաս անգլերեն լեզուն սովորեց Beatles-ի երգերի ալբոմի միջոցով, որտեվ ամուսինս նվագում երգում էր, բերում էր այդ ալբոմները տուն եւ նա ուսումնասիրեց անգլերեն լեզուն։ Եվ իմ երկու տղաները շատ նրանք մելոմաններ են։ Չկա որևէ մի համերգ, որ նրանք, ասենք, Պոլ Մակկարտնին, նրանց սիրած երգիչը, Էլտոն Ջոնը, տարբեր հայտնի երգիչներ, եթե նրանք որևէ երկրում ելույթ են ունում, նրանք անպայման երկու եղբայրով փառքաստու հնարավորություն ունեն, աշխատում են, այցելում են այդ համերգները։ Ձեզ խրախուսում են նույն ամեն կերպ գնա, նայի, տես, դա հաճույք է, դա մեծ հաճույք է։ Երկարակեցության նաև աղբյուր է։ Եվ հիմա էլ նրանք ունեն բացի իրենց մասնագիտությունից, նրանց բիզնեսը նույնպես կապված է երաժշտության հետ, նրանք ունեն բիզնես pub Beatles, որը կոչվում է քաղաքում իմ կարծիքով հայտնի է։ Հրաշալի։ Տիկին Ալիս, համատեղ երջանիկ կյանքի գաղտնիքն էլ ասեք, որովհետև ձեր պատմածից ես տեսնում եմ, որ դուք առնվազն 40 տարի համատեղ երջանիկ ապրում, պիտի որ ավելի լինի։ Հենց 30 տարեկանում ես ամուսնացա, իմ եւ իմ մեծ տղայի տարբերությունը ուղիղ 30 տարի է։ Ես 72 եմ, նա 42։ 29-ում ամուսնացա, 30-ում ունեցա զավակ։ Հետո 37-ում ունեցա երկրորդ տղաս, այդպես։ Ինչը համատեղ երջանիկ կյանքը ձեր ամուսնու դուք դասընկերներ եք, ոնց եք հաջողացրել իրար հետ ավարտել, բայց 30-ում եք ամուսնացել։ Դժվար է ասել, մենք ընդհանուր շատ բաներ ունենք, իմիջիայլոց ես բանասիրական եմ ավարտել, իմ ամուսինը փոքրուց պոեմներ էր գրում, բանաստեղծություն էր գրում, մենք սիրում էինք պոեզիան երկուսս էլ, բայց հետո նա որոշեց ֆիզիկոս դառնալ, ասեց ֆիզիկոսը պոետը տեխնիկական կրթությամբ դա անփոխանցելի մարդ է։ Ֆիզիկոս դարձավ, հետո չաշխատեց մասնագիտությամբ, բայց այդ սերը դեպի ռոմանտիկան, երևի սերը դեպի ռոմանտիկան մեզ միացնում է։
Մինչև հիմա այն առաջին օրվանից դպրոցական տարիներից մինչև հիմա այդպես ռոմանտիկ մթնոլորտում սիրո ապրում եք։ Ոչ մի սիրով լինում են եւ վեճեր, լինում են եւ տարբեր սիտուացիաներ են լինում, բայց երևի Սերը հաղթում է։ սերը, հա 40 համատեղ 40 տարվա կյանքը ոնց եք Ինձ նշելու, թե գիտեք, նշել ես օրինակ երբ նոր ընդունվեցի համալսարան, ինձ մի կուրսեցի փնտրում էր, ասում էր որտեղ է Մելիքյան Ալիսան, մոտեցավ ինձ, ասեց, ահա այ դու ես, գիտես ինչ, ես 4-րդ դասարանում սիրահարված էի քո ամուսնու վրա, որտեղ մենք հարևաններ ենք, բայց ինձ ասեցին հույսդ կտրի, նա սիրում է իր դասարանի Մելիքյան Ալիսային։ Ես եկա պատմեցի ամուսնուս դրա մասին, արդեն ուսանող էի, ասում է հնարել են, այդպիսի բան չի եղել, բայց ասում եմ ինչպես է Բաքում տարածվել, ուրեմն ինչ-որ բան եղել է։ Ստացվում է ինքն է ավելի շատ սիրել։ Երևի։ Նշելու եք համատեղ 40 տարին, թե արդեն նշել եք։ 40-ը չենք նշել։ Դե պետք է նշեք, մի երկիր գնանք։ Հա, պետք է գնանք։ Գաղափար է։ Հա։ Մարիամ դժվարությունների մասն էլ խոսեք, եթե այդպիսի կան ավակների հետ եւ քանի հոգի ունեք այսօր արդեն ավակների կայուն խումբ ունեք։ Ունենում ենք հաճախ իվենտներ, որի ընթացքում ունենում ենք ավակ խմբի ներկայացուցիչներ եւ կազմակերպում ենք մեկ օրյա ամսվա մեջ, տարվա մեջ որոշ ծրագրեր, որպես այդպիսին խումբ ձևավորում ենք նոր, ունենք 4-5 հոգիներ միայն, հա, բայց շատ ենք ուզում մեծացնել խումբը, որովհետև եթե խոսեցինք, որ հոգեբանները խրախոսում են երաժշտությունը, կարող եմ ասել, որ բժիշկներն էլ խրախոսում են նկարչությունը, որովհետև շատ հիվանդություններին, հա, օգնում է, որպեսզի գլուխ չբարձրանան, մեկը դեմենսիան, հա, եւ այդպես հիմա իմ ամբողջ նպատակը, ես ինքս էլ հա մայրս մի քիչ մեծ տարիքով է, փորձում եմ նպաստել նրան, որ ինքն էլ զբաղվի արվեստով եւ իրան տեսնելով նաեւ այդ խմբի աճի վրա եմ փորձում աշխատել։ Ունենամ շատ մեծահասակներ, որոնք կզբաղվեն արվեստով, կլինեն առողջ թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Օգտվելով էլ արդից մեզ լսող մարդկանց հրավիրենք, եթե ուղեղի մի անկյունում երբևիցե երազանք են ունեցել, ցանկություն, հոգու խորքում նկարելու, սա լավ հնարավորություն է եւ նրանց համար, որ ինչպես ասացինք, չեն փորձել, չեն մտածել դրսևորել իրենց։ Իրականում խորտ կտամ մեծահասակների երեխաներին, հա, իրենց ծնողներին որոշ խմբակների տանել, որը կնպաստի իրենց երկարակեցությանը, իրենց երիտասարդությանը, որովհետև զբաղվածությունները ավելի օգուտ են լինում իրենց ծնողներին։ Դա կարող է լինի նկարչություն, իհարկե համեցեք մեզ մոտ եւ նաեւ դուք էլ անպայման ինչ խորհուրդ կտաք, ես հարցը տամ, ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, որ թոշակի են անցել ու որպեսզի ձեպես չփոշմանեն, ինչ անեն մարդիկ, ոնց երկրորդ շնչառություն վերցնեն։ Անպայման պետք է զբաղվեն, կարելի է սկսել նկարչությունից հետո ավելացնել երաժշտությունը, հետո որևէ լեզու ուսումնասիրելը, ամբողջ ժամանակ պետք է ինչ որ բանի վրա աշխատել, որ չծերանան, որ չկորցնել հիշողությունը։ Ու ես ուզում եի Մարիամի ասածին առողջության տեսակետից ավելացնել, որ քանի որ ես 40 տարի աշխատել եմ բժշկական մթնոլորտում եւ իմ ծնողներն էլ են բժիշկ եղել, մայրս բժիշկ էր, ես հաճախ լսել եմ պատմություններ կոնկրետ անուններով, դեպքերով, երբ մարդ դեպրեսիայից բուժվել է նկարչությամբ։ Այ կա մի ինձ լավ հայտնի կին, որը որ ծանր դեպրեսիա էր տանում, նա սկսեց նկարել եւ բացեց իր ցուցահանդեսը եւ բուժվեց, դուրս եկավ այդ դեպրեսիայից եւ ասում եմ աշխատելով բժիշկների մեջ ես շատ եմ այդպիսի պատմություններ լսել, որ նկարչությունը օգնում է առողջությանը, մանավանդ հոգեկանի հետ։ Առողջությանը։ Մենք իրականում ունենք նման դեպքեր, հիմա մենք նաեւ ունենք մեր ավակ ուսանողուհին 87 տարեկան Սվետան, իրականում իր կյանքը շատ եւս փոխվել է, հա, իրանից ավելի շատ ոգեշնչվեցի, երբ որ օրինակ Տիկին Ալիսան օրինակ շատ թիթիզ է, հա, ինքը հագնվում է սիրուն, հա, բայց օրինակ Տիկին Սվետան իր այդ հագուստները ամբողջ արդեն պահել էր, չէր գործածում, ինքը տանը ոչ միտեղ շատ չէր սիրուն գնել, հիմա արդեն իր կյանքում իրավիճակը փոխվել, հա, ինքը ամեն գալուց արվեստանոց մեկ նոր պայուսակ է գործածում, մեկ նոր հագուստ, զարդեր, պահանջում է, որ իր աղջիկները, հա, իր աղջիկները իր համար նոր բաներ գնեն ու այդ դրանից ես ինքս էլ եմ շատ ոգեշնչվում։ Շնորհակալ եմ հաջողության այս պատմության համար եւ որ իսկապես արվեստը շարժիչ ուժ է կյանքի բոլոր փուլերում ու տարիքներում։ Շնորհակալություն։
Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի am.radio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։